Առաջին հարց Մերի Մանուկյան 24։ Շնորհակալություն։ Պարոն Փաշինյան, վերջին շրջանում ձեր թիմակիցները ոչինչ բար չեն թողնում անդրադառնալու համար լրագրողների, կլինի դա ազգային ժողովի ամբիոնջ է պատվիրություններ, հաղորդազրույցներ, նոր պրոյեկտներով են հանդես գալիս եւ առաջին հաղորդումների ինչ-որ բլոկով նվիրված էր լրագրողներին, սա ձեր կողմից է տրվել հրահանգը թիրախավորելու անդրադառնալու լրագրողներին, այդ կերպ նաեւ մեզ հիշելով լրատվամիջոցներին, որ հաջորդ գործընթացները հենց լինելու են լրագրողների նկատմամբ եւ լրագրողներ են կալանավորվելու եւ նաեւ խնդրում եմ անդրադառնալ Հովանավանքում տեղի ունեցած միջադեպին, պատարագի ժամանակ պետական պահպանության ծառայողը դուրս հանեց քաղաքացուն եկեղեցու, լրացնելով նրա ձայնասրահ հրահանգները իրեն դուք տվել, շնորհակալություն։ Գիտեք, ես սովոր չեմ մեկնաբանել իրավիճակներ, որից տեղյակ չեմ, ինչ որ դուք ասում եք լրագրողներին թիրախավորելու մասին, առաջին անգամ եմ լսում դրա մասին, չեմ կարող ոչի բան ասել, ամեն դեպս եթե առիթ լինի, ոչ թե առիթ լինի, կհետաքրքրվեմ, թե ինչի մասին է խոսքը, եթե կոնկրետ ելույթներ նկատի ունեք, խնդրում եմ փոխանցեք, որպեսզի ես ավելի կոնկրետ իմանամ ինչի մասին է, իսկ գիտեք, ես չեմ գիտեք, ձեր ասածը վերաբերվում է ճեպազրույցների, հաղորդումների եւ այլնի, ես չեմ տեսել կոնկրետ իրավիճակ եւ հետեւաբար չեմ կարող մեկնաբանել։ Առիթ կլինի, ասում եմ, եթե կոնկրետ բան նկատի ունեք, այդ ելույթները կարող եք ուղարկել, ասել, այս վարքյանից այս ինչ վարքյանը նկատի ունեմ, այս րոպեից այս ինչ րոպեն նկատի ունեմ, այն խնդրում եմ չասեք, այս ամբողջը նկատի ունեմ, որովհետեւ չեմ կարողանալու ամբողջը նայեմ։ Ինչ վերաբերում է Հովանավանքի դեպքին, ես պետական պահպանության ծառայությունից բացատրություններ եմ խնդրել եւ նրանք ասել են, որ որոշում է կայացվել այդ թվում այդ քաղաքացու անվտանգությունը ապահովելու նկատառումով, որովհետեւ նրա պահվածքը մարդկանց շրջանում որոշակի ագրեսիվություն կարող էր առաջացնել եւ դրա համար այդ որոշումը կայացվել։ Շնորհակալություն, Նարեկ Գիրակոսյան։